Ողջույն ժողովուրդ ջան, հիմա կասեք, այսօր ինչ եք պատրաստելու։ Քանի որ պահածոների սեզոնն է, այսօր կցույց տանք, թե ոնց ենք պատրաստելու մեր տան համար մարինադ։ Ժողովուրդ ջան, հիմա Ջուլիան արագի մեջ կներկայացնի պատրաստելու համար ինչ ա մեզի հարկավոր ու կսկսենք պատրաստել։ Ողջույն բոլորին։ Ամենաառաջինը անհրաժեշտ է վարունգ, որովհետև վարունգի մարինադ ենք անելու, ուղղակի լցոնելու ենք բանջարեղեններով։ Մեզ անհրաժեշտ է նաև պամիդոր, բիբար, նեխուր անհրաժեշտ, սխտոր, գազար, ծաղկակաղամ, սամիթի զոնտիկներ անհրաժեշտ, խրեն եւ նաև ծիծակ ըստ ցանկության։ Ստե համեմունքներ են, Համեմունքներից մեզ անհրաժեշտ է աղ, սև բիբար, համեմի սերմ, լավրորի լիստ, շաքարավազ, շաքարավազ եւ անհրաժեշտ է քացախ 9%-անոց։ Սպիտակ գույնի պետք է լինի քացախը։ Ջուլ, բեր հիմա այս տարբերակը ցույց տանք, քանի որ դու արդեն պատրաստել ես ժողովուրդ ջան, քանի որ անցած տարվա պատրաստած մեր մարինադն է, ոնց է մնացել, գույնը չի փոխել, տակը նստվածք չունի։ Ու կարամ ասեմ, որ ժողովուրդ ջան, ով որ այս տարբերակով հիմա այս էլի երկրորդն է լբռնի ջը։ Անպայման պատրաստեք ժողովուրդ ջան, չեք փոշմանի ու կխնդրենք անպայման վիդեոն միջև վերջ դիտեք, որ հասկանաք ոնց կարելի է այս ձևի տարբերակով ստանալ։ Ուրեմն ինչից ենք սկսում, Ջուլ։ Ուրեմն ով ջան, մենք հիմա երկու բանկա կպատրաստենք տեսանյութի համար, մնացածը հետո կանենք։ Երկու բանկայի համար ինչքան բանջարեղեն է մեզ անհրաժեշտ, կտրատեմ, մաքրեմ, լցոնելու ժամանակ կմիանանք։ Գնացինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, կտրատեցինք, հավաքեցինք, հիմա մնում է որ բանկի մեջ տեղադրենք, չէ՞ Ջուլ։ Այո, շատ ճիշտ ես։ Ուրեմն բանկայի ներքևում ավելացնում ենք 2 հատ դափնու տերև, համեմի սերմ, սև հատիկավոր բիբար, չէ, աղը չէ, աղը պետք չի։ աղը դեռ պետք չի, սխտոր, նեխուր, խրենի լիստերը և համեմի զոնտիկը ներքևի հատվածում ենք ավելացնում։ Հիմա պետք է վարունգը հավասար շարենք ներքևի մասում։ Սենց համա որ քեզ։ Ով ջան, կարաս ես նույնը ավելացնես բանկայի ներքևում, հա, որ երկրորդն հավաքենք։ Նույն բաները, իսկ քիչ-քիչ։ մի րոպե էսա։ Բանկան նախորոք եռացնում ենք, ստերիլիզացնում ենք անպայման։ Իսկ Ջուլ, կապ ունի ես համեմի սերմը ինչքան ես տեղադրում։ Քիչ, ով ջան, այ մի քիչ էլ քչացրու։ Ի նկատի որ մեր հետևորդները պատրաստ են։ Չէ, ով, ըստ համի։ Հա։ Մարդը ընդհանրապես չի սիրում, կարող է չավելացնի, մարդը շատ է սիրում համը։ Բավական է։ Չէ, շատ է, ով, մի քիչ է մի 10 հատ։ Իսկ վարունգը, երբ որ կտրում եք վերևի եւ ներ պոչիկները, 30 րոպե ցանկալի է հոսող ջրի տակ թողնել։ Ավելի ապահով է լինի։ Վարունգները երկար տեղադրում ենք, ինքը ավելի շատ է տեղավորում բանկայի մեջ։ Պետքա որ անպայման տենց պլոտնի ինքը լինի, հա Ջուլ։ Դե ինչքան շատ, այնքան լավ, ով ջան, ինչքան հնարավոր է խիտ։ Դե բանկեն հո դատակ չենք զապատի։ Իսկ խիտ լավ է։ Կար գազարներն են տեղադրում ենք, որտեղ անցք կա։ Այդ արանքներում ենք տեղադրում։ Հիմա գազարներն են տեղադրենք։ Ինչև վերջ իջացնենք, ինչքան խիտ լցոնենք բանկաները, այնքան մարինադի ջուրն էլ մեզ քիչ կգնա։ Ուղղակի էլ այստեղ արվում գազար։ Իսկ այդ գախնիկը ինչի մեջ է Ջուլ, որտես համով է լինում։ Ոչ ջան, էսի ինձ սովորացրել էր մեր մի հատ ռուս տատիկ կար։ Ինքն է այս բաղադրատոմսը մեզ ասել, մեր հարևանին, շատ համեղ է։ Մենք Հայաստանում սենց չենք պատրաստել։ Ինքը սկզբից բանկաները լցոնելու ենք, երկու անգամ ջուրը եռացրած լցնելու ենք, 20 րոպե թողենք, թափենք, հետո պատրաստելու ենք
մարինադի Լավ, թոմնա ջուլ, գաղտնիքը վերջում ցույց տա ժողովուրդ ջան, դրա համար վիդեոն միջև վերջ նայեք, որ հասկանաք, մանրամասը սաղ բացատրելու ենք։ Ինքը հետո մի բանկայի մեջ ամբողջ բանջարեղեններն է։ Որ մի հատ բանկա բացում ես, մի ամբողջ գեղեցիկ ափսե կարում ես հյուրասիրես։ Եղավ։ Ուրեմն որ ջան, գիտես դու ինչով ինձ օգնի, որ ավելի արագ լինի։ Սխտորները այսերի։ Չէ, այսպես պամիդորի մեջ ուղարկի։ Որ սենց անեմ ջուր, դանակի օգնությամբ։ Ուղղա, տենց էլ կլինի։ Ուղղակի լցանի ներքևի մասը։ Պարզա չէ ժողովուրդ ջան։ Քիչ դանակով յան բացում ենք, ու այսպես։ Որ հետո հավեսին վայելեք։ Ուրեմն վարունգի վրա նորից մի շերտ նեխուր ենք ավելացնում։ Նորից ավելացրեցինք համեմի սեմ, հատիկավոր սև բիբար, դափնու տերը։ Երկրորդ շերտը ծաղկա կահանվել ենք անում։ Էլի իչքան կարող ենք խիտ։ Մեկ հատ ծիծակ ենք տեղադրում մեջը։ Մի քիչ քաղցր բիբար ենք տեղադրում։ Նորից գազարները արանքներում չենք մոռանում, որտեղ դատարկ է, գազար ենք լցնելու։ Դե ես այդ ընթացքում էլ ժողովուրդ ջան, իսկ հիմա պարզա չէ։ Այն ձև ենք անը, որ ինքը չերևա, որ Ջան, մի անգամից ավելացրու բանկային մեջ։ իսկ քանի հատ ջուլ։ Ինչքան հնարավոր է խիտ։ Հա։ Հա, ամբողջական հիմա պամիդոր է, հա, պետք տեղադրել։ Լավ, նորից եմ ցույց տալի ժողովուրդ ջան։ Դանակի օգնությամբ մի քիչ ջան։ Բացում ենք եւ մեր կտրտած սխտորը այսինքն սիրուն տեղադրում ենք։ Մի քիչ էլ նորից սխտոր վերևն ենք ավելացնում։ Ոչինչ որ ստե բացվելա ջուր։ Հա։ Всё, մի հատ էլ ջուր չէ բավական է։ Չէ, հերիք ա։ Հա։ Հետո ջուրը որ լցնենք, ինքը մի քիչ կնստի, մի հատ էլ կավելացնենք վերևում։ Նույնը կրկնում ենք երկրորդ բանկային։ Ավելացնում ենք վարունգը ներքևի հատվածը։ Ինքը շատ համեղ է ստացվում։ Չէ, մարինատը իրոքից ոչ չկա ժողովուրդ ջան։ Դա համար էլ փորձում ենք այս տարբերակը ձեզի ցույց տանք, իրոքից ինքը շատ համեղ է։ Անպայման պատրաստեք, կամ էլ ով որ այս տարբերակով պատրաստում է մեկնաբանության մեջ անպայման գրեք։ Պատրաստում եք դուք այս տարբերակով, թե չէ։ Մեզ էլ շատ հետաքրքիր կլինի, չէ՞ ջուլ, իմանանք։ Ինքը հետաքրքիրն է, որ բանկաները չեն ստերիլիզացնելու իրան։ Հա։ Իրա գաղտնիքը երման ջուրը պետք է լցնեն։ Ու չի թռնում ոչ մի այտենց տարի չի եղել, որ այս տարբերակով պատրաստեն թռնի բանկան կամ ջուրը պղտորվի մեր ջուրը երբ անջատենք մի րոպե միջև երկուսը լցնենք։ Դե դա էլ է, չէ՞, լավ տարբերակ, որ ասենք պատրաստես չթռնեն։ Ոնց որ լցնես այդքան Չարչարանքը ստացվի, չարչարանքը չկորի, չէ՞։ դա շատ վատ է։ Մեծ սխտոր փոխանցես ջը։ Վերևը վարունգելի ավելացնում ենք նեխուրը, զոնցիկը և լիստ խրենի։ Նորից ավելացնում ենք սև հատիկավոր բիբար, մի քիչ համեմի սերմ և կրկնում ենք նույնը։ Ծաղկակաղամը և մնացած բանջարեղենները։ Ու շատ արագ է ստացվում։ Դե հա, պրինցիպի արագ ստացավ, չէ՞ ջուր։ Հա, ինքը արագ է ստացվում։ Իսկ հիմա բավական է երևի, չէ՞, 5 հատ։ Բազվել 5 հատ տեղավորվի, հա, 6 հատ։ Չէ, բավական է երևի։ Հիմա հաջորդ մեր գործողությունը ինչ ենք անելու ջուր։ Հիմա որ ջան, ստեղ հավաքենք եւ արդեն պետք է երման ջուրը լցնենք բանջարեղենների վրա եւ թողնենք 20 րոպե։ Ինչի ան սխմել, հա ջուր։ Բայց ծիծակ չդրեցինք, ո՞։ Հա։ Դե ուրեմն լավ։ Դի բա ոնց։ Ամենից գեղեցիկ տեսք ունի ժողովուրդ ջան։ Տեղադրի ջուր։ Դրան վերջնական քանի որ քո պատրաստածնա տեղավորի։ Всё, որ ջան։ Էլ պետք չի։ Չէ, լավ է։
Բանկաները ամբողջությամբ լցնելուց հետո վերևը նույնպես ավելացնում ենք նեխուր եւ սամիթի զոնտիկներից։ Ավելացնում ենք, կարելի է սխտորել մի քանի հատ ավելացնել ազատ մասը։ Բայց ասա ով որ բացում է, հենց ամենառաջինը սխտոր մեկ է ծաղկա կաղամբա, չէ՞ ուզում փորձի։ Ես այդ ձևի կամ ջուրը պարտադիր պետք է լավ եռա, այս ձևի եռացող ջուրա մեզ անհրաժեշտ։ Հիմա անջատում ենք, լցնենք եռնանջուրը։ Եվ պետք է եռնանջուրը լցնենք արդեն բանկաների վրա։ Մի հատ կտած կրիշկեն ողջան։ Բերանը փակում ենք, այս նորից փակում ենք եւ այս մեկը արդեն տաքացած է լինում բանկան։ Դա ինչի համար է արվում։ Չճաքի ողջան բան։ Ու եռմանջուրը սարի վրա որ լցնենք, մի րոպե սխտորը վերցնեմ, որ հեշտ ջուրը գնա ներս։ Դե բացատրի էլի ինչի համար ես անում, մարդիկ կլինեն որ նոր են պատրաստում, որ իրանց հասկանալի լինի։ Հա, բանկեն գոլացնում ենք, որպեսզի ջուրը լցնել չճաքի բանկան։ Եվ ամբողջը պետք է ջուրը լցնել։ Ու հետո այս ջուրը նորից էլի պիտի թափես։ 20 րոպե բանկեն այս ձևի մնում է, ջուրը թափում ենք, մի հատ ենք լցնելու։ Հա։ Ո՞վ մի հատ ո՞վ։ Թող փակի։ Նոր սկսելու ենք արդեն ռասոլը պատրաստել։ Ջուրը լցնում ենք, Թափում ենք, երրորդ անգամ հա, լցնում արդեն ենք ու զակատում ենք։ Պարզ է։ Փակի ողջան։ Պետք է հիմա փաթաթենք, վալուր անենք գործը։ Տաք սրբիչով կամ ինչպես մենք միշտ աջալներով մեր մայրիկները։ Ջուլ, էսի սրբիչա թե աջալ է։ Սրբիչա ոնց։ Իշ կոմենս։ Սրբիչը 2 տակ ենք անում։ Եվ բանկաները Կարող է էսի խանգարի քեզ ջուլ։ Այս ձևի տեղադրում ենք մեջը։ Լավ փաթաթում ենք, որպեսզի տաք մնան մեր բանկաները եւ 20 րոպե հետո թափելու ենք ջուրը, նորից եռմանջուր լցնենք, նորից 20 րոպե թողնենք այս ձևի փաթաթած մնան։ Երրորդ անգամ արդեն պետք է ռասոլը պատրաստենք։ Հիմա որ հասկանալի լինի ջուլ, երկու անգամ է պետքա ջուր լցեն այս ձևի փագեն։ Ցույց կտանք ողջան։ Հա։ Մենք 20 րոպե հետո կմիանանք, ցույց կտանք հաջորդ քայլը ինչ ենք անելու։ Գնացինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, արդեն 20 րոպե է, չէ՞, ջուլ անցել է, հիմա ինչ ես անում։ Հիմա պետքա բացենք, ջուրը մեջից դատարկենք եւ նորից եռման ջուր լցնենք։ Ինքը դեռ տաքել է։ Դեռ բաց է ջուլ։ Չէ։ Ինչ թափել է պետք ջուլ։ Հա։ Օգնեմ թե։ Չէ, կարո։ Ջուրը դատարկում ենք։ Ինչեւ դատարկենք, մեր ջուրը նորից կուլի։ Վերջ ողջան, հիմա Երկրորդը, չէ։ Այ, մեջից չենք դնում մեջը։ Հա, էսի ստեյնն է ջուլ։ Հակում ենք, նորից ծածկում ենք, որ չսառի։ Անջուլ։ Յան պետքա որ տաք լինի, հա ջուլ։ Հա, տակ պահենք բանկանները։ Վերջ։ Նորից էլի ծածկենք, հա ջուլ։ Եթե ջուրը վերցնեմ։ Նորից էլի վանգեն ամբողջական պետքա ծածկենք, հա։ Որպես տակ լինի, եռման ջուրը նորից հետո լցնեմ։ Սենց ճիշտ է։ Շատ ճիշտ է։ Մեր մոտ ջուրը նորից եռացել էր, անջատել է իհարկե։ Բացեց ողջան։ Հա։ Տեղադրենք ստեղ, որ սրբիչի ջուր շանենք։ Եվ նորից ավելացնում ենք եռման ջուրը։ Պետք է անպայման եռման լինի, չէ ջուր։ Պարտադիր։ Մատերը սպարեց։ Բերես բան ջուր, թող։
Թող։ Ծածկի դու։ Ծածկենք որ չմրսի։ Եվ վերջ, թողնում ենք 20 րոպե, 20 րոպեվա ընթացքում պատրաստելու ենք ռասոլը։ Всё։ Էս էլ ծածկի ողջան։ Սենց։ Всё։ Всё։ Ուրեմն ամբողջը բացադրեցինք, չէ՞ ջուլ, էսի ոնց է, ես գործողություն անեմ։ Հաջորդ քայլը ինչ պետք է անենք։ Հիմա ռասոլն ենք պատրաստելու ողջան։ Ուրեմն կմիանանք ու ցույց կտամ։ Ամենավերջում գաղտնիքը էլի նույնձևի ցույց կտա։ Չենք մոռանում, որ վիդեոն միջև վերջ պետքա դիտենք։ Ճիշտ է ջուլ։ Շատ ճիշտ է։ Գնացինք։ Դե ջուլ, ներկայացրա ինչ ես պատրաստում։ Ուրեմն 3 լիտր ջրին մեզ անհրաժեշտ է 165 գրամ խոշոր աղ, 200 գրամ շաքարավազ, էդի 100-ը ողջան։ Լցեմ ամբողջը։ Մի հատ էլ սենց լցրու։ 200 գրամ շաքարավազ, համեմի սերն ենք ավելացնում ջրի մեջ և հատիկավոր սեր դուգար։ Խառնում ենք և դնում ենք, որ լավ եռա։ Եռալուց հետո պետք է ավելացնենք ամենավերջում հացակը։ Հիմա հերթականությամբ ես ցույց կտամ։ Մեր 20 րոպեն էլ է լրացել արդեն։ Հիմա մենք կդնենք պլիտային, որպեսզի ջուրը մեր եռա։ Սկսում ենք նորից ջուրը թափել։ Վերցրու ջուլ։ Սա արդեն երկրորդ անգամ է դատարկում ջուրը։ Ուղիղ 1 լիտր ջուր ա մեջը։ Բանկայի։ Պետքա ծածկենք էլի ջուլ։ Հա, միջև ռասոլը եռա, ծածկում ենք, որ էլի տաք լինի։ Ուրեմն, որ չափաբաժինը ճիշտ կարողանանք պատրաստել ռասոլի, ավելի հեշտ տարբերակ ասեմ, վերջի ջուրը թափելու ընթացքում չափում եք քանի լիտր է։ Ինձ մոտ արդեն 3 լիտր է։ Ռասոլը միանգամից 3 լիտր ես բռնել եմ։ Կարող եթե ուզում եք փոքր չափաբաժնով կարակ անեք մի լիտրի ռասոլ բռնեք, արդեն չափաբաժինը կիսեք։ Կամ միանգամից 4 բանկա եթե պատրաստեք 6 լիտրը կբռնեք։ Իսկ ջրի քանակը կախված է ինչքան խիտ եք լցնելու ձեր բանկաները բանջարեղեններով։ Եթե Ջուլ, ինքը պետքա եռա, թե պետքա եռա, անպայման։ Քացախը լցնում ենք բանկաները եւ զապակում ենք։ Մեզ մոտ արդեն եռում է, հիմա էս թափենք եւ միանանք ողջը։ գնացինք։ Ուրեմն ջուրը արդեն եռում է մեզ մոտ։ Անջատում ենք պլիտան, ջուրը վերցնում ենք, դնում ենք մեր օգտը, որ հեշտ լինի աշխատելը։ Լացնում ենք քացախը 350 միլիգրամ 9%-անոց քացախը։ Խառնում ենք եւ ռասոլը ավելացնելու ենք բանկաների մեջ։ Ողջան, բանկաները բացի։ Անցենք բալուր է որ։ Չէ, ես մեկը փակի, որ Հա, չմրսի։ այս մեկը չմրսի։ Բերես բացեմ։ Համացա։ Ուսի ջրի փագե։ Եվ ավելացնում ենք ռասոլը։ Սա վերջին անգամը արդեն։ Հիմա ստեղ քո ուժն է պետք, որ էլի տես լավ պինդ փակես հոր։ Յա անուշ հոտը արդեն գալիս է։ Փակում ենք բանկաները։ Բավական է։ Շատ լավ։ Եվ թեքած արդեն դնում ենք։ Էսի դու վերցրու թեքած դիր, ողջան, հակա։ Ոնց ջուլ, այսպես։ Սենց։ Չէ, մի հատ է, որ Հա, բերանը։ այսպես։ Հա։ Պարզա։ Եվ անպայման ծածկի չմրսի որ։ Ու քանի օր այս ձևի պետքա մնա ջուլ։ 2 օր ողջան, 2 օր, լավ, բայց սենց չենք ծածկում, էլի ինչքան հնարավոր է տակ։ Ես մի հատ էլ եմ հաստ աջալով ներքև արդեն իջացնելու եմ սեղանից։ Պոլին։ Հաստ, հա, պոլին կդնեմ, հաստ աջալով նորից կծածկեմ։ Հենց արդեն բանկաները զգաք սառել է,
Կարող եք թեքել բանկաները։ Ու ձմեռով այլն։ Անպայման։ Վերջ Ռոջան, ես էլ ենք փակում։ Լավ ողջ։ Վերջ։ Հիմա նորից լավ ծածկում ենք։ Եվ վերջ, մեր Ես սենց անենք երևի, հո, այս։ երևում է, որ երեխեքին լավ բարել ես։ Վերջ։ Մեկ հատ է լավ ադյալով կծածկեք, որպեսզի լավ տաք մնա, 2 օր այս ձև թողնում ենք, բացեք, հենց բանկաները սառել են, թեքեք բանկաները։ Իսկ ես ավելացած ռաստոնը ոչինչ, եթե մնում է, դե ես էլ շատ պետք է պատրաստեմ։ Չենք թափում, պահում ենք հաջորդի համար։ Դե ինձ թվում է ամբողջը բացատրեցինք, չէ՞ ջուր։ Այո։ Երեք պատը պատրաստեցինք, ես էլ ահագին գործում եմ անելու։ Դե ինձ թվում է Ժողովուրդ ջան, ամբողջը կպատրաստի Ջուլիան։ Ինձ թվում է այդ տարբերակը 3 օր հետո արդեն պատրաստ կլինի, սիրուն կշարենք, այդ տարբերակն է ձեզի ցույց կտանք։ Դե գնացինք։ Իսկ թվում է Ժողովուրդ ջան, արդեն պարզա, թե ինչա պատրաստել։ Ես գեղեցկությանը լնայեք։ 3 օր հետո, դե որ էսի կադրի մեջ անպայման չտեղադրենք, մենք մեզի չենք ների։ Ուրեմն հիմա տարբերակները ցույց կտամ։ Մարինատ է, պատրաստ է, Ժողովուրդ ջան, լստենայեք։ Ինչ գեղեցիկ, սիրուն։ Լնայեք, դե հաշիվը չեմ էլ մանում, ինչքան է պատրաստ է, Ժողովուրդ ջան, լնայեք ինչ տարբերակներ ունի։ Փոքր լոլիկով ստել էլի նույն ձևի, մենակ լոլիկ, սխտորով էլի մենք որտեվ ընտանիքով շատ ենք այս տարբերակը սիրում, դրա համար էլ ինքը այս տարբերակը դեստե մենակ վարունգներ, հա։ Դե մենակ աղցանների համար է, պատրաստում եմ հենց վինեգրետ կամ ալիվ եւ սալաթոր սարքեմ։ Դե ներկայացա ջուլ։ Ուրեմն ես վերցնեմ, դու ներկայացրի։ Էս ինչ տարբերակներ է ջուլ։ Էսի մենակ պամիդոր է, երեխեքը քանի որ մեր բիբար չեն սիրում, լեչո է էլի, այսինքն Պամիդորով ձվածեղ ենք անում ձմռանը։ Ահա, այսա ցույց տվեցինք, Ժողովուրդ ջան։ Հաջորդը ուրեմն։ Բերեք լավ, այս տարբերակը, այս ի՞նչ է ջուր։ Իքրա, բադրջանով իքրա եմ պատրաստել։ Ես էլ շատ համով, ես էլ եմ սիրում Ժողովուրդ ջան։ Կայնեք տեղադրեմ, ուրեմն սա ի՞նչ է ջուր։ Դու ասա։ Աջիկա է։ Որտեվ ես էլ եմ շատ սիրում, իրոքից ինքը շատ համեղ է պատրաստում։ Նես որ Ժողովուրդ ջան, եթե նախընտրում եք ռեցեպտը կարեք մեկնաբանության մեջ գրեք, չէ՞ ջուր։ Անպայման մեկնաբանության միջոցով ձեզի կուղարկի։ Ուրեմն Ժողովուրդ ջան, մեկը գիտեք ինչ եմ ուզում ցույց տամ, Instagram-յան ալիքում ենք տեղադրել, խի որ YouTube-ում չտեղադրենք։ Հələ նայեք Ժողովուրդ ջան, ինչ գեղեցկություն ենք պատրաստել, լստենայեք։ Այնեք այս տեսա սիրուն տեղադրեմ։ Լստենայեք։ Այս գեղեցկությունը Այս ամբողջը եթե ուզում եք իմանաք ոնց ենք պատրաստել, այդում եք Instagram-յան ալիք ու տեսնում եք։ Դե լավ, մի հատ կանեք փորձեմ, Ժողովուրդ ջան, բերել եմ։ Լրիվ համեղություն։ Նես որ Ժողովուրդ ջան, այս կամա դե գնացինք։